Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 20-ի համար, այսօր արդեն ժամը ճիշտ ասած ամբողջությամբ չգիտեմ, բայց արդեն մտնում եմ արևը ցուլ նշան, արդեն ցուլերի ժամանակն է գալիս, մեր ժամանակն է գալիս, ովքեր որ ցուլ են, սկսվում է մեր մեկ ամիսը, հուսով եմ ուրախ եք, այնքան արագ թռավ, երբ որ հունվարն էինք դեռ մտածում էի, դեռ շատ կա, մի քանի ամիս կա ծննդյանս օրվան, բայց կարծես թե չկա էլ, որ չկա, այնքան շատ արագ է անցնում մեր կյանքը, դրա համար մենք չպետք է ավելորդ բաների վրա վատնենք, ավելորդ մարդկանց վրա, ավելորդ որևիցե պահերի վրա։ Ապրեք այնպես ինչպես ձեզ է դուր գալիս, ինչ ուզում եք արեք, կարճ հայքեք, երկար հայքեք, երեխաներ ունեցեք, եթե ամուսնացած չեք, ապրեք միայն ձեզ համար, ոչ ոք բացի քննադատելուց ձեր կյանքը այսօր չի ապրում, ինքը կքննադատի, կգնա իր կյանքը կապրի վերջո, մի բան էլ դեռ իր երեխայի մոտ ինչ-որ մի խնդիր կառաջանա, այդպես այն որ ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր որ ասում էին, վայ, ես որ տղա ունենա, ես այսպես կդաստիարակեի եւ այլն, եւ հետո տեսանք իր տղան ինչ դարձավ։ Այնտեղ մարդիկ կային, որ նմանատիպ շատ բաներ էին ասում եւ մենք բոլորս տեսանք։ Դրա համար այն որ ասում են, վայ, բաժանվեց, վայ չգիտես ինչ, դա ձեր վրա մի վերցրեք։ Եվ եթե ուզում եք բաժանվեք, որովհետև այնպես չի, որ դուք մի հատ էլ մահանալու եք, մի հատ էլ եք նորից ապրելու է, ասենց, հենց որ գաք հասնեք այդ տարիքը, կորոշեք արդեն դե լավ, դե ուրիշ ետ ամուսնանամ։ Դուք չեք էլ հիշի ձեր նախորդ կյանքը, որ մի հատ էլ գաք հասնեք այդ պահին, ինչ որ պահեր կարող եք հիշել, բայց ոչ ամբողջությամբ։ Դրա համար նախագծված է արդեն մեր կյանքը, եւ մի խախտեք նախագծվածից այն կողմ։ Եթե պետք է բաժանվեք, ուրեմն պետք չի կարճել։ Եթե ուզում եք երեխաներ ունենաք, արդեն 40 տարեկան եք եւ չեք ամուսնանում, եւ սա կներեք բարիս համար, բայց թքած ունեցեք բոլոր հասարակության վրա։ Իրենք չեն ապրում ձեր կյանքը, դուք վայելեք ձեր կյանքը, գնացեք երեխաներ ունեցեք, ապրեք, հենց այդ երեխայի համար։ Այն որ ասում են, վայ, չգիտես, ինչ կասես քո երեխային ուրա պապատ։ Բա այնքան ընտանիքներ կան, որ պապաներ կան, բայց պապա չկա, ի վերջո, պապան գլխին չի, չգիտես ուրա, բայց հաստատ ձեր տանը չի։ Այն պապանա լավ, որ ամբողջ օրը կամ մամային կծեցի, կամ օրինակ այս աղջիկա հետևից կվազի, այն աղջիկա հետևից կվազի, նկարեմ տեղադրել Facebook-ում, օրը մեջ մի տղա է ընկերության հրավերան, չեն նայում վերնագրին, հասկանում եք, գոնե մի հատ նայն անունը, ինչ անունը, ուղղակի դասում են աղջիկ, ուրիշ ոչինչ։ Մի խոսքով շատ բաներ կան, որ ապրեք, որովհետև օրերը այնքան է թռնում, հետո դուք կհասնեք 50-60, կասեք, բայց ինչի ես 40-ը անցա, ես երեխա եմ ուզում, ես ինչի լսեցի սրանց։ Հասկանում եք։ Եթե ուզում եք, գնացեք ունեցեք, հանգիստ գնացեք ունեցեք։ Մի ասեք դիմացինին, որ եկել եմ քո հետ ուղղակի հարաբերություն ունենամ, որ երեխա ունենամ, բայց եթե երեխա եք ուզում, գնացեք եւ ունեցեք։ Ամենաճիշտ տարբերակն է դա, որովհետև չի կարելի մարդը ապրի միայնակ։ Դուք չեք կարող իմանալ 10 տարի եւս մենակ կմնաք, թե ոչ։ Որովհետև Հայաստանում դրվածքը այնպես է, որ եթե մեկը բաժանված է, դժվար շատ այնտեղ 10% կամ 5%-ն է, որ կամուսնանա եւս քո հետ, եթե 40 ես, շատ դժվար կլինի, որ ինչ-որ մեկ ամուսնանա քո հետ։ Նա Հայաստանի դրվածքն է այդպեսի։ Այնպես չի, որ դրսում էլ հալած յուղած է եւ դրսում է կարող ես գտնել։ Այնքան մարդ կա, որ դրսում էլի չի գտնում իր 40 տարեկան է եւ չի գտնում իր երկրորդ կեսի մոտ։ Մեկ այլ խնդիրներ կան, մեկ այլ անվստահություն կա դիմացինի նկատմամբ եւ այլն։ Օրերն անցնում են, վայրկյանները անցնում են շատ արագ։ Արեք այն, ինչ որ ուզում եք։ Արեք այն, ինչ որ մտածում եք։ Յուրաքանչյուր բան մի ապրեք հասարակության համար։ Հասարակությունը չի ապրում ձեզ համար։ Ոչ ոք ինքը առևտուր չի անում խանութից մի երկու բան ասի, որ լավ հարևանս գումար չունի, սպասի ես փոքր տոպրակով անցնեմ հանկարծ չնեղվի։ Ոչ ոք ձեզ համար չի մտածում։ Ոչ ոք։
Դուք եւս պետք է չմտածեք եւ ապրեք միայն ձեզ այնպես ինչպես որ դուք եք ուզում։ Դուք տեսնում եք իմ բնավորությունը, ես ահավոր կատաղած բնավորություն ունեմ, ես մեկ սա եմ, մեկ նա եմ եւ ինձ համար միևնույնն է այս պահին հասկանում եք։ Նոք երևի դա էլ եք նկատել, որ միևնույնն է ով կմնա, ով կգնա, ով ինչ, ես չեմ ապրում ոչ ոքի համար։ Ես այդ պահին տեսնում եմ անարդարություն, ես խոսում եմ, ինձ համար միևնույնն է ով կմնա, ով կընդունի այդ անարդարությունը, ով չի ընդունի։ Միևնույնն է, հասկանում եք, որովհետև ես ինքս եմ ինձ վրա զգում, որ րոպեները ու վայրկյանները այնքան արագ են անցնում, որ օրինակ տեսանյութը հասարակ մի բան անում եմ, հետո սկսում եմ տեղադրել, հետո նկար եմ անում, հետո ժամ եմ, տեսնում եմ ինչքան ժամանակ ինձանից տարավ։ Եվ ինձ թվում է, թե ես ընդամենը 5-10 րոպե եմ նստել։ Ինձ այդպես է թվում, որ ես այդքան եմ ընդամենը նստել, ես ոչ ավել։ Բայց տեսնում ես 1 ժամ, 2 ժամ գնաց, կյանքիցդ գնաց։ Հասկանում եք, բաներ կան, որ իրոք պետք է կամ արագ անել, շարժվել ժամանակի հետ, կամ իրոք ժամանակը թռնում է եւ դուք եք մնում եւ ձեզ հետ կարող են ուղղակի փորձել շփվել հենց այնպես, ինչ որ մեկը ինչ որ ամուսնացած, մեկ շատ են ինձ գրում։ Իրոք շատ են ինձ գրում երեխայի հետ կապված։ Ուզում եք ունենալ, ունեցեք։ Դա ձեր ապագան է, դա ձեր միակ ապրելու այդ իմաստն է, որ ես միշտ ասում եմ իմաստ եք գտնում ապրելու համար, մարդը կարող է իմաստ գտնել ապրելու համար հենց երեխայի հետ կապված։ Որ հենց երեխա ունենա 40-ում, 30 քանիսում եւ ապրի իր համար, ապրի իր երեխու համար։ Ուրա պապանա, քեզ ինչ։ Ինչի՞ չես ամուսնանում, քեզ ինչ։ Ինչու՞ չես երեխա ունենում, քեզ ինչ։ Որ 1-2 անգամ այդպես պատասխանեք, հաջորդ անգամ արդեն ձեզ ոչ ոք այդ հարցը չի տա երբեք։ Կգնան ձեր կողքերից ինչ որ մարդու կարծեն, բայց ձեզ չեն հարցնի։ Այնպես որ, իրոք, նայեք միգուցե խոսեցի, ինձ թվաց մի 2 րոպե եմ խոսացել, էլի կարող եմ նայել հետո տեսնել մի 10 րոպե խոսում եմ, իրոք շատ արագ է թռնում ամեն ինչը։ Իսկ մենք շարունակենք, տեսնենք ինչ է մեզ սպասվում ապրիլի 20-ին։ Ինչ է գալու մեր կյանք, ինչպիսին է լինելու մեր օրը։ Եվ գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 20-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հուզված եք, որովհետև ոմանք գնում են ժամադրության սիրային, ոմանք գնում են պայմանավորված են իրենց հարազատ մարդկանց հետ եւ պետք է հանդիպեք կողոդի համար եւ վաղուց չեք տեսել, հուզվում եք իրենց տեսնելու համար կամ տեսնում եք նոր եք հուզվում։ Սուտ կա այդ օրը նաեւ ուշադրություն դարձրեք թաքուն գործողություններ, թաքուն սիրավեպ, տան հետ կապված որ իրադարձություններ ունեք, նավրա առիթ է, նավրա նաեւ ինչ որ գործողություններ եք անում, տան հետ կապված տեղափոխություն եւ այլն, վերանորոգման սկիզբ եւ նման այլ հարցեր։ Եվ նվեր կամ դուք կգնեք կամ ձեզ կնվիրեն, միգուցե ասա այստեղ ինչ որ։ Դեռ ապրիլի 20-ի առավոտյան դեռ խոյ են կարծես թե։ Ժամը ես կարող եմ նայել, թե երբ է հստակ արևը մտնում ցուլ նշան։
Դուք դեռևս սա է առավոտյան ծնվածները եւ յուրաքանչյուր տարի տարբեր կարող է լինել։ 1 ժամ, 2 ժամ այս ու այն կողմ ծնված մարդը արդեն կարող է լինել խոյ կամ ցուլ։ Եվ դե նվեր կամ դուք կստանաք, կամ դուք կնվիրեք, կամ ուղղակի կգնեք նվեր, եւ այստեղ ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ այդ օրը գախնի դեպ կարող եք պայմանավորվել, ոչ ոք չիմանան, թաքուն սիրավեպ է, այդպես պայմանավորվում եք նաև եւ թաքուն գործողություններ կարող են լինել։ Այդ օրը ոչ այդ տեղեկատվություն կստանանք, բայց կարող է հենց այդ տեղեկատվությունն է սուտ։ Ոչ է փաստաթուղթ է, լավ ուսումնասիրեք, ինչ որ տեղեր, եթե նամակ է գալիս, մի մտեք, որովհետեւ սուտ կարող է լինել, հա։ Մի սեղմեք եւ մտեք մեջը, ամենակարևորը։ Եվ կարող է նաև այստեղ ստանում եք փաթեթ, որը եւս էլի այն ապրանքը չի, ինչը որ ներկայացված էր։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 20-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ որ գործեր կվերջացնեք, կանեք կավարտեք, վերջնական լուծում կգտնեք, վերջնական որոշում կկայացնեք։ Դա կարող եք անել ոչ այն նորություն ստանալուց հետո, հա, ոնց որ ինչ որ որոշում էր, որը վերջապես կայացնում եք, դա այդ նորությունից հետո է։ Օցեր կան նաև, չնայած որ այստեղ օցերը չեմ կարող տեղադրել, որովհետև այստեղ արդեն այս մյուսը ֆիքսված է, շում կարող իրեն տեղափոխել, բայց ամենայն դեպս, հա, ոմանց մոտ կարող է նաև օցեր լինեն, բամբասանք խոսակցություններ։ Այդ օրը գումար եք վճարելու կամ գումարի մասին կխոսեք, կամ նաև ինչ որ բան կվճարեք։ Գաղտնիք կբացահայտվի, որը կարող է տհաճ լինել մի փոքր ձեզ համար։ Երեխաների հետ կապված իրադարձություններ են, գուցե հղիությունը, ծննդաբերությունը, առիթ է, երեխաները կան ձեր տուն, այստեղ նաև ընտանեկան կյանքն է, կզբաղվեք նաև ընտանեկան կյանքով։ Հույսով սպասում եք ընկերոջը, հույսն ատել եք ընկերոջ վրա, հույսով եք, որ ինքը կանի, հույսով եք, որ իրեն կդիմեք, հա, ինչ-որ մի պահ է, որ հույսն է, դա ավելի շատ ձեր ընկերն է։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։
Ինչ է սպասվում եկվերակներին ապրիլի 20-ին։ Հարգելի եկվերակներ, ինչքան շատ իրադարձություններ ունենք։ Դրա համար երկակի է, եւ նա ունեք, եւ վատ ունեք, եւ լավն ունեք այստեղ։ Ես հերթով ասեմ, ինչ որ մեկի մոտ կարող է, մեկը լինի ինչ որ մեկի մոտ, մյուսը։ Ուրեմն այդ օրը գումար կստանաք, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, բայց ինչ որ մի բան էլ այստեղ ձեզ ցավ է տալիս։ Երկու տեսակ է օրը։ Նաև պետական հիմնարկության հետ կապված որևէ հարցեր ունեք, այդ օրը պետք է զբաղվեք այդ գործողությամբ, հիվանդանոց լինի, ուսման կենտրոն, երեխաների հետ կապված որևէ հարցեր են, հղիություն, ծննդաբերություն կամ ընտանեկան կյանքն է, ավելի շատ կանցկացնեք ընտանիքի անդամների հետ, ինչ որ հարցեր կլուծեք ընտանիքի հետ կապված կամ առիթ է, երեխաների պետք է գնաք կամ ձեր տուն պետք է գան, այդտեղ հրավերք ունեք նաև առիթի։ Օծեր կան, չարխոսակցություններ, բամբասանքներ, հանդիպում ոչ մեկի հետ, դե ցավ է տալիս այստեղ ինչ-որ մի բան, տհաճություն կա նաև և ընկերոջ հետ հանդիպում կամ շփում։ Բավականին շատ է, դա ինչ-որ ամեն մարդու մոտ մի բան է ինձ թվում է լինելու, չնայած որ կարող է մի հոգու մոտ էլ սա լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 20-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին կավարտվի, երեխաները ձեզ հետ ավելի մտերիմ կլինեն, ինչ որ ասեք կանեն, միգուցե նաև հանդիպում եք կամ բերում են ձեզ մոտ են թողնում, հա ձեր մտերիմ մարդը իրենց երեխաներին, հա բերում է թողնում է ձեզ մոտ, որպեսզի դուք խնամեք այդ օրը։ Նաև դա կարող է առիթ է, հա ձեզ համար շատ մտերիմ մարդկանց երեխաների առիթը, եւ գնաք այնտեղ
Ոչ թե հարցին լուծում տալուց առաջ կամ ինչ-որ մի քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ մնալ, ուղղակի կարող եք չդիմանալ եւ վիճեք, հա, վեճի մեջ ընկնեք, եթե ինչ-որ մի բանը չմտածեք քայլ անելուց առաջ։ Նաև այդ օրը նվեր կստանաք, նվեր կտակ դիմացինին, նաև նվեր կգնեք ինչ-որ մեկի համար եւ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 20-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից կամ երկար կմնաք քնած, ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, բայց ինչ-որ բան էլ ձեզ ցավ է տալու, երկուսն էլ կա այդ օրը, այս ցավը չեք տխրում, ամենայն դեպս, հա, այստեղ նաև մի խոսքով երջանկություն է, ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի, որոշ հարցերին վերջնական լուծում կտաք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք, օրը ձեր ձեռքում է ընդհանրապես շատ բան ձեզանից է կախված։ Եվ երեխաների հետ կապված նորություններ են, առիթ կարող է լինել, ընտանեկան կյանքը նաև սա կարող է ցույց տալ, որ զբաղվեք ընտանեկան կյանքով, կամ երեխաների այստեղ կարող առիթ է, ծնունդ, կամ հղիություն, ծննդաբերություն, ամեն ինչ կարող է լինել երեխաների հետ կապված, թոռները կան, երեխաները կան, հյուրեր ունեք, դուք կարող եք գնալ հյուր, երկար այնտեղ մնաք, գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք եւ իհարկե ինչ-որ մի բան էլ ձեզ ցավ է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 20-ին։
Հարգելի կույսեր, այդ օր տատանվում եք, ծանրութ հետև եք անելու, ինչ-որ հարցեր, ինչ-որ կարող ընտրության առջև լինել, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, բաժանվել, կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, վերջնական որոշում կկայացնեք, վերջնական լուծում կգտնեք, կավարտեք որոշ գործեր, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, թե մեկ այլ կենտրոն, ժամ կարող եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ այդ օրը ուղղակի կարող եք ժամ պայմանավորվել։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն այդ օրը, ոմանք նաև հանդիպում իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 20-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը նվեր կամ դուք կստանաք կամ կգնեք նվեր ինչ-որ մեկի համար, դեր ցանկությունները կիրականանան, սեղանի շուրջ եք նստելու, նվերը ընդհանրապես ամեն անգամ չշեշտում, դա կարող է լինել քաղցրավենիք, ծաղիկներ եւ այլն, յուրաքանչյուր բան կարող է դա լինել։ Նաեւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, այդ օրը ինչ-որ բան էլ ձեզ ցավեցնում է եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, ինչ-որ մեկին, եթե ինչ-որ բան է ցավ տալի, ինչ-որ մեկն է հստակ, ինչ-որ հետադարձ պատասխանի համար երկար մտածեք, նոր հետո արեք, միշտապեք։ Եվ այդ օրը գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 20-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը տատանվում եք ծանրու թեթևականում ինչ-որ հարցեր, մտքերի մեջ կլինեք, ընտրության առջև կանգնած կլինեք, գումար եք ստանալու, նաև կարող վիճել ինչ-որ մեկի հետ, հետո վատը զգալ ձեզ, վատանալ, լավ չզգալ ձեզ, դա նաև կարող եք ունեք մաքրում, հետո էլի ձեզ կարող եք վատը զգալ։ Եվ նույնն է, այստեղ ինչ-որ բժշկական մի բան կա, կամ դեղ եք խմում, կամ գնում եք բժշկի, կամ եք կոսմետոլոգի մոտ, ամեն դեպս կարող եք ինչ-որ ցավ է, ոնց որ մարդը փոշեկուլ է անում եւ հետո օրինակ մեջքն է ցավում, այդպես ինչ-որ պահեր կարող են լինել։ Եվ այդ օրը ինչ-որ հարցերին վերջնական լուծում կտաք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք եւ հաջողություն ունեք։ Հաջողություն յուրաքանչյուր գործում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 20-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, միգուցե այդ մարդկանց գալը, մի խոսքով ինչ-որ բան ձեզ կերջանկացնի այդ օրը։ Նաև գումար կստանաք, գումարել կծախսեք կամ կվճարեք, գումարի մասին կխոսեք, հետո ձեզ կփոխանցեն։ Վերջնական որոշում կկայացնեք, ինչ-որ բաներ կավարտեք այդ օրը, վերջնական լուծում կտաք եւ հուզված եք, նաև կարող եք արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 20-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը երեխաների հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, անեք, ուղեք, միգուցե հղիությունը, ծննդաբերությունը, ինչ-որ առիթ է, որ պետք է գնաք, ընտանեկան կյանքն է սա ցույց տալի, որ պետք է զբաղվեք ընտանիքով,
Սպասման մեջ եք լինելու, միգուցե երեխաներին եք սպասում, միգուցե թոռներին եք սպասում, որպեսզի գան։ Ինչ-որ բանի եք սպասում այդ օրը։ Եվ գործերը չեք հասցնում ավարտին, միգուցե դա է ձեր տխրության պատճառը, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը, միգուցե դա է, որտեղ չեք հասցնում ամբողջությամբ ավարտել այդ օրը։ Եվ ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթերի հետ կապված գործեր կանեք, նաև փաթեթ է, որը կստանաք։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են։ Ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, կամ մեկ այլ կենտրոն է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 20-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ շուտ եք արտանալու քնից կամ երկար քնած կմնաք։ Նաև հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, միգուցե ընկերոջ վրա, հույսով սպասում եք իրեն, հույսով եք, որ կանի, հույսով եք, որ դիմեք ամեն ինչ նորմալ կլինի եւ այլն, յուրաքանչյուր բան է դա, որը կապված է ընկերոջ հետ։ Եվ այդ օրը ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթերը կդասավորեք, փաստաթղթերի հետ կապված հարցեր կլուծեք։ Եվ կողեք նաև փաթեթ ստանալ, եթե ինչ-որ բաներ եք պատվիրել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 20-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնենք ձեր առողջությանը կամ տան հետ կապված ինչ-որ բաներ, որոնք գլխացավ են ձեր մոտ առաջացնում,
որ անդադ խնդիր կա, եւ դա է գլխացավանք է դարձել ձեզ համար։ Նաեւ դա կարող է լինել տանը ինչ-որ մեկը հիվանդ է եւ իրեն պետք է խնամեք, իրեն պետք է տիրություն անեք։ Ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, այդ օրը չեք տխրում, բայց նաեւ կարող է ինչ-որ ցավ եք զգում։ Եվ այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, բավականին կհուզվեք իրեն տեսնելուց։ Նաեւ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ կամ փաստաթղթերի հետ կապված հարցերը կլուծեք, նաեւ դա կարող է լինել փաթեթ, որը կստանաք, եթե ինչ-որ բան եք պատվիրել։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնցով որ դուք կզբաղվեք այդ օրը, եւ կարող է լինել հիվանդանոց, կարող է լինել բժշկական կամ ուսումնական հաստատություն, ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում ավարտին։ Այդ օրը միգուցե դա է ձեզ ցավ տալիս, նեղվում եք, որ չեք հասցնում ավարտին։ Օրը ձեր ձեռքում է ամենայն դեպս, շատ բան հետ ձեզանից է կախված։ Կանեք, կհասցնեք, չեք հասցնի, եւ տատանվում եք, ծանրութ թեթև եք անում ինչ-որ հարցեր, միգուցե ընտրության առջև եք կանգնած, ինչ անեք, ինչպես անեք, ինչպես ինչ-որ հարցին լուծում տաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։